Ինչ լավ բան է քարոզի չլալը։ Եվ շատ բարձրացրիչ սպառումն է, օրհնյալ սպառումը, գոչումը, գործ առաքելությունը։ Ես կհանձնարեմ բոլոր հավատացյալ ծնողներ, որ քաչալեր են իրենց զավակները, որ քարոզի չլան, որ հոգևոր գործի ծառայեն։ Թեև գարկմը անբադեություններ ունի, այն ինչ որ ուրիշներուն հանցանք չէ, քարոզիչին հանցանք կնկատվի, այն ինչ որ ուրիշներեն չընկալվիր, քարոզիչներեն կընկալվի։ Լավ է, բայց երբեմն խոսքը լսեն, աչեն ծախեն, քննադատություններ կլան, շատ կբորա, այնպես որ կստիպվենք ետևները նստել։ Ուրիշներ արգսեն շատ ցած գխոսի, այնպես որ կստիպվենք արջևները նստել։ Ոմանք կսեն շատ գարչ գխոսի, 86 մոան անտիեն գուկանք, պանջարջան եղբոր բես, և առանց գշտանալու գերտանք, ուրիշներ արգսեն շատ երկար գխոսի, պնավ չի մտածեր, որ 20-րդ դարուն չիղերը կայքայված են և չեն գրներ արանք երկար քարոզներ մտի գնել։ Ոմանք կսեն շատ խիստ գխոսի, գանթիմանե։ Ուրիշներ արգսեն շատ գարգու գխոսի, գշոյ է, ոյ մեգուն վնաս չհասցներ։ Երբեմն կսեն այնքան խորում գխոսի, որ պանմը չենք հասկնար։ Երբեմն այնքան բարձ գխոսի մեզ մանգաբարդեցի մանուկներու դեղ գտնե։ Ինչպես գտնենք հաշիվը, ես էլ չեմ գիտեր։ Որով այս է, քարոզիչը և անոր վիճակը և դուք պետք է համագրիք մեղկանակիչը քարոզիչներուն։ Ես ալ այսօր պիտի քարոզեմ, տեսնեմ ինչ պիտի խորիկ, ինչ քննադատություն պիտնեք։ Եվ եթե մեկը ուրիշի ըսեք, 24 ժամին ադգա իմ ականջս կհասնի, երբեք մի մտածեք, որ ինչպես պիտի հասցնեք ինձի։ Ինձի ըսելու պետք չունիք։ Միայն ձեր քովինին ըսեք, թե այսպես էր, այնպես էր, և ձեր քննադատություն ըրեք, 24 ժամին ադգա իմ ականջս կհասնի։ Գուցեմ մեկ համար գարտալ ցեզի, որ գտնվի Քահադացիս 4-րդ գլխուն մեջ, Քահադացիս 4, 19-րդ համարն է, և այդ համարին վերջին նախատասությունը բիդարնեմ իբրև փնապան։ Քահադացիս 4, 19, իմ որդյակներս, որ ցեզմով նորեն ծննդական ցավ կքաշեմ, մինչև Քրիստոս ձեր մեջ ցևագերբի, մինչև Քրիստոս ձեր մեջ ցևագերբի։ Ամեն կյանք իրեն համար որոշված կամ սահմանված օրինագին կհետևի։ Ինչս էլ ասիգա, ձաղիգիմը հունդին մեջ այդ ձաղիգին բոլոր գարելիությունները ներգայեն։ Այդ հունդը գարելիության մեջ գոյություն ունեցող ամբողջ ձաղիգմն է։ Այդ հունդը գցանենք, ժամանակը վերջ ձաղիգմը մեջտեղ գոքա։ Նարինչի գուդին մեջ ամբողջ նարնչենիիմը, հատկությունները և գարելիությունները ներգայեն։ Այդ գուդը հողին մեջ գթաղենք և ժամանակը վերջ նարնչենիիմը մեջտեղ գոքա։ Ինչպես բուսական, նաև կենդանական աշխարհի մեջ բարական նույնն է։ Հավումը հավգիտին մեջ ամբողջ գադարյալ հավը ներգայ է։ Այդ հավգիտը
21 օր 100 Ֆարենհայթ ջերմության ենթարկե եւ 21 օր վերջը այդ հավգիդեն ամբողջ բարյագմը դուրս գելը մարդկային կյանքի վարակային դարձյալ նույն ճշմարտություն օրենքը իզորու է մարդկային կյանք արդատրե եւ ասիկա մենք ծննդակ գործություն գոչենք procreation երբեմն անգլերեն բարեր գործածեմ մի կարծեք որ մի քանի բառ անգլերեն քիդնալս ցուցնելու համար է ոչ երդասարտներ ունենք հոս ամերիկա ծնած որոնք շատ փափակ ունին հայերեն սորվելու եւ մենք շատ գքնահատենք մեր երդասարտներուն այս փափակը եւ անոնց մե ոմանք խնդրած են ինձ մե մասնավոր գերբով որ երբ փարմը հայերենի մեջ կորցածեն որ խորհիմ որ չհասկնան ինչ է անորանկլերենը ըսեմ եւ նույնիսկ այդ երդասարտներն մեկը գկրե բոլոր այդ բարերը եւ ինձ գծությունը եւ գսորվի եւ գուրախանա մենք ալ իրեն եւ իրենց հետ գուրախանանք որ մեր հայ երդասարտներն կոնե ոմանց մեջ հայկական արյուն գշրջագայի ասկային արյուն գա անոնց մեջ եւ գուզեն հայրեն սորվել եւ ասկա օրնակ թողլա եւ բոլոր հայ ծնողներ թող կաչալերեն իրենց զավակները որբեսի դան մեջ հայրեն խոսին փոխանակ օդար լեզու խոսելու որով ասենք որ մարդկային կյանք արդատրե դարձյալ ամեն մարդու մեջ հավատացյալը ըլլալու գարելիությունները ներգայեն Հովաննու 10:28-ի մեջ մեր դերը ըսավ ես անոնց հավիտենական կյանք գուդամ Դեր Հիսուս իր կյանքը գփոխանցե մեղավորին ու ան հավատացյալ գտարնա Մենք հավատացյալ չենք ծնիր Մենք մեղավոր գծնենք Բայց Դեր Հիսուս մեզ հավատացյալ գնե Անասավ մարմինեն ծնածը մարմին է Հովաննու 3:6 Ինչպես որ օծին հավգիտեն աղավնի չելեր Այնպես ալ մարմինեն հոգի չծնիր Ինչպես որ նարինչի գուդեն սալորենի չլար Այնպես ալ աթամի սերունտեն հոգևոր մեջտեղ չկար Հոգին միայն հոգիեն գծնանի Մարմինեն ծնածը մարմին է հոգիեն ծնածը հոգի է Վերստին ծնունդով հոգևոր ծնունդ գստանանք Միայն Հիսուս գրնա մարդը հավատացյալ ընել Նույնիսկ հոգևոր ծնողներեն հավատացյալ զավակ չի ծնիր Այդ տեսակներալ պետք է ապաշխարեն վերստին ծնունդ ունենան որբեսի փրկվին Աստված թորնիկներ չունի միայն զավակներ որոնք պիտի լային Աստծո թորնիկները հավատացյալ ծնողներու զավակները Աստծո թորնիկները պիտի լային բայց կսեմ Աստված թորնիկներ չունի միայն զավակներ ունի Հավատացյալ ծնողներեն ծնող զավակներ պետք է ապաշխարեն վերստին ծնունդ ունենան որբեսի փրկվին Ասկությունը հորմեն զավգին գանցնի բայց հոգևոր կյանքը փրկությունը հորմեն մորմեն զավգին չանցնիր Եթե Այդպես գարելի ըլլար ծնողներ իրենց զավակներուն փրկիչները եղած պիտի լային եւ ասիկա ծիծաղելի է Այսինքն եթե հավատացյալ ծնողներու զավակներ հավատացյալ մեջտեղ կային ադիկա պիտի նշանակեր որ անոր հայրը անոր մայրը իր փրկիչը եղավ մինչդեռ փրկելու առանձնաշնորհը միայն Հիսուսի գբատգանի
եւ ուրիշ մեկով փրկություն չկա։ Քանզի մարդոց մեջ երկինքի դակ մարդոց մեջ դրված ուրիշ անոնը չկա, որով կարող լանք փրկվել։ Կորցք 4:12։ Առաջին տարերուն այս ճշմարտությունը շատ բացահայտ էր։ Այսինքն երկու տասագար կար միայն աշխարհի մեջ, քրիստոնյաներ եւ ոչ քրիստոնյաներ։ Եվ երբ մեկը քրիստոնյա էր, կնշանակեր, որ ապաշխարած էր։ Քրիստոնյա անունը կնշանակեր, որ այդ անձը վերստին ծնունդ ստացած էր։ Ներքին հոգևոր փոփոխություն գրած էր, որով այդ անձը քրիստոնյա էր։ Եվ այն անձը, որ քրիստոնյա անունը չեր գրեր, կնշանակեր, որ քրիստոնյա չէր, այսինքն գրաբաշտ էր։ Բայց մեծ թշպախտությունը պատահեցավ 311 թվականին Հռոմի Կոնստանտին Գայստրը քրիստոնեությունը իբրև պաշտոնական, պետական գրոնք հայտարարեց Հռոմի եւ Քրեթե ժողովրդին վրա բարդացրեց այս գրոնքը իբրև պետական գրոնք։ Եվ ցանուցում ռավ, որ բոլոր անոնք, որոնք ուզեին քրիստոնյա դառնալ, մգրդվել, ջերմակ հանդերձ մբիդստանային եւ թակավորին կանցեն 30 դինար եւ ասիկա մեծ գումար մներ։ Եվ այն շրջանին Հռոմ քերիներով լեցված էր, փյուրավոր քերիներ։ Մեկ հողագործի մասին գգարտանք, որ 30,000 քերիներ ուներ իր ակարագին մեջ։ Եվ այս խեղճ մարդիկը, որոնք տրամի երես չէին տեսած, երբ լսեցին այս բանը, վազեցին, ոչ բռնեցին, որբեսի մգրդվին, որբեսի ջերմակ հանդերձ առնեն, որբեսի 30 դինար առնեն, որբեսի քրիստոնյա լան։ Նաև գային հարուստներ, աստեցիկ տասագարկի պատգանողներ եւ բալադականներ, որոնք տրամի պետք չունեին, բայց ասոնք ալ գայստրը հաջեցնելու համար, գայստրին աչքին լավ երևնալու համար, քանի որ գայստրը գփափակեր, որ ժողովուրդը քրիստոնյա դառնար, ասոնք ալ երեսպաշտյան համար քրիստոնյա եղան։ Եվ գարջ ժամանակի մեջ եկեղեցիները եւ Հռոմ լեցվեցավ գրաբաշտ քրիստոնյաներով։ Եվ հիմա եղավ 3 տասագարկ։ Մեկը քրիստոնյա գոչվող, որ իսկապես ապաշխարելով քրիստոնյա եղած են։ Երկրորդ քրիստոնյա գոչվող, բայց հոգվով, սրտով, մարմնով, միտքով գրաբաշտ են։ Միայն անունը գգրեն։ Իսկ երրորդ անոնք, որոնք իսկապես գրաբաշտ են, երբեք քրիստոնյա չեն եղած։ Եվ այդ վիճակը այն օրեն աստին կշարունակվի։ Մատթեոս 10-րդ գլխուն մեջ մեր դերը որոմի թերս, որոմի արագը պատմեց։ Եվ այդ արագի մեջ գսե թե մարդը իր արդին մեջ սորեն ցանեց եւ թշնամի մնալ քիշերը միևնույն արդին մեջ որոմ ցանեց։ Ասիկա քեշություն էր ուղղակի այս ըրածը։ Որոմը իր սկզբնական շրջանին ծորենին շատ գնմանի։ Չես գնար զանազանել, երբ դակավին գանան չէ, գիտնալ թե ծորեն է, թե որոմ է։ Բայց որոմ եւ ծորեն իրար մեջ բոլորովին դարբեր բաներ են, եւ որոմը թունավոր է։ Եթե գենտաններ եւ մարդիկ ուդեն որոմը գրնան մերնիլ։ Մեկ գենտանի գա, որ որոմին չաստվիրանալ հավն է, գրնա ուզածին չապ ուդել եւ երբեք վնաս չգրել։
Կոնստանտին Գայսր Քրիստոսի այս արագը եւ մարգարեությունը մեկ օրվա մեջ գադարեց։ Անոր գբարդինք այս արագին գադարումը։ Եվ հիմա մենք այդ թշպախ վիճակը ունենք։ Քրիստոնյա աշխարհը գփագանա այս երկու դարբեր դարերը կամ տասագարկերը։ Անոնք, որոնք ոչ միայն անով քրիստոնյա են, այլ նաև կյանքով։ Անոնք, որոնք միայն անունը կգրեն, բայց անոր զորությունը գուրանան։ Բզդիկ դղամը պայս գծախեր, հոտ պայս, Martin mega arav, բայց նայեցավ որ բաղ է, սավ թունսավ զիս խապեցիր, ինչու սավ բարոն, հոտ պայս սիր, այսինք դակ պայս սիր, այսինք բաղ է, սավ բարոն ասոր անունը այդպես է։ Ասոր անունը դակ պայ է, բայց ինք բաղ գլա։ Եվ տշպախտավար այդ է վիճակը։ Երբ փույսեմը կամ հավգիտեմը կյանք մեջտեղ գուկա, լայտ կյանքը նաև մարդկային, օրենքիմը գհետևի եւ գենսապանության մեջ այդ օրենքը գգոչեն օրինագին հետևելու օրենք, conformity to type. Իսկ գենսապանությունը սվածը սամ բիոլոգի է, որ է սամ Քոջոլանյանը։ Այսինքն, փուսնողը կամ ձնողը կյանքի սկզբունքիմը գհետևի, որ այդ կյանքի սկզբունքը գոյություն ունի ներկա է այդ հունդին մեջ, կամ այդ գուդին մեջ, կամ այդ հավգիտին մեջ։ Եվ ոյվե մեկը չսեր հավուն հավգիտին որդուն հավ բիդի ելլես ասոր մեջ են, այդ օրենքը, կյանքի այդ օրենքը ինքնապուխ է։ Թեև անկիդագից միտք չունի, բայց եւ այնպես գհնազանտի կյանքի այդ օրենքին։ Բայց մեկ բան պետք է նկատի առնենք, որևէ կյանք որ մեջտեղ գուկա, մեջտեղ կալեն վերջը, գոյություն ստալեն վերջը հոգադարության կգարոդի։ Նույնիսկ եթե մի բարդեզին մեջ ուր մեղ չգար, եւ Աստված քեղեցիկ բարդեզմը շինած էր իր իսկ ցերկերով, կգարտանք որ երկրորդ գլխուն ծնունդոց 15-րդ համարին մեջ։ Գսե իր ստեղծած մարդը աթամը այդ բարդեզին մեջ թրավ, որ զայն կործե, որ զայն մշագե։ Այսինքն, Աստված չսա, որ ես այս քեղեցիկ բարդեզը ստեղծեցի եւ հիմա հողը դակավին անիծյալ չէ, ամեն բան լավ է, ամեն բան պիտի մեծնա, արև բիդամ, օդ բիդամ, չուր բիդամ, խնամքի չի գարոդիր, չսավ, այլ աթամը թրավ, որբեսի այդ բարդեզը մշագե, հոգ դանի այդ ձայգներուն, հոգ դանի այդ ձարերուն, խնամե այդ ձարերը, այդ ձայգները, ինչպես շուրջերնին փորե, շուրջի հողը գագործնե, ժամանագին ջուղերը հոթե, գդրե, եւ ինչ խնամք, որ գգարոդի այդ ձարը, այդ խնամքը այդ ձարին ձայգին դա։ Առանց այդ հոգադարության, այդ կյանքը ուշ կամ գանող գչորնա գմերնի բարդության գմատնվի։ Բայց մշակվելով, նույնիսկ եթե վայրենի վիճակի մեջ է, գամած գազնվանա, գքեղեցկանա
եւ բդղապեր գտարնա։ Հարցած նարնչենիմը օրնագի համար երեսի վրաց կենք, մի քանի դարի երբեք խնամ չդանինք, ոչ բարարդեցի չտնենք, ոչ չրենք, ոչ հոթենք, ոևէ խնամ չդանինք, պիտի տեսնենք, որ գամած իր այդ մշակված, զարգացած վիճակը պիտի գործընծնե։ Ժամանակի ընթացքին դերևները պիտի քիչնան, դերևները պիտի բզդիգնան, ջուղերեն ոմանք պիտի չորնան, այդ ջուղերուն վրա դերև պիտի չտեսնվի, բդուղը առանց խնամքի մնացած նարինչին բդուղը գամած պիտի բզդիգնա, եւ բդուղին համը պիտի փոխվի, թթու պիտի լա, պիտի անհամնա։ Եվ ասիկալ, դարձյալ յենսապանության մեջ ուրիշ օրենքիմը գհեդևի, որ գգոչվի նախադիբին օրնագին վերաթարնալ, reversion to type։ Այսինքն, ինչ պիտի լար նարնչենին, եթե մեջտեղ կալեն վերջը երբեք խնամք չի տեսներ, պիտի լար այն վիճակը, որ քիչ առաջ ցեզի բացատրեցի։ Այդ վիճակը, այդ նարնչենին իր նախադիբ original վիճակն է, որով նույնիսկ խնամք տեսնել են վերջը, նույնիսկ զարկանալ են վերջը, նույնիսկ բդղապեր թարնալ են վերջը, քեղեցիկ բդուղներ դալ են վերջը, երբ այդ նարնչենին երեսի վրա ցկվի, եւ դարիներ անցնի եւ ոևէ խնամք չի տեսնե, գամած պիտի վերաթարնա այն իր նախկին վիճակին, եւ ասիկա գլա reversion to type։ Լավ։ Ինչ պիտի հասկանանք ասկե, ինչ ասել գուզենք, յենսապանություն պիտի սերդենք այսօր դուկավլիցի։ Ասկե, ես գուզեմ, ոգևոր տաս հանել ցեզի։ Հավատացյալներ կան, որոնք այս նարնչենի գնմանին։ Ինչ առումով։ Այն առումով, որ իրենք ապաշխարած են, փրկված են, եւ ժամանակը շատ լավ հոգևոր կյանք ունեցած են, հոգևոր կյանքի մեջ շատ լավ հարաճացած են, եւ որոշ դերմը հասած են, կոացիչ դերմը հասած են, բայց բարականերու պերմամբ գամած հոգադարութենե խնամքե զուրկ մնացած են եւ գամած իրենց նախկին վիճակին վերաթարցած են։ Եվ ով է որ իրենք երեսի վրա ցկած իրենց խնամք հոգ չդանած, դարած իրենք իրենց հոգ չեն դարած, որովհետև նույնիսկ վարյագը, որ հավիտին մեջ են գելլե, անմիջապես գսկսի ինքնին հոգ դանել, ինչպես գկալե հոսհան մորը յետևեն իր գդուցովը գփորե եւ այլն եւ գփնդրե իր ուդելիքը գփնդրե որքան ավելի հավատացյալը Աստված մեր հոգին մեզի հանցնած է իբրև հավատացյալներ եւ ասած է ավասիկ ցեզի նոր հոգիմը հանցնեցի փրկված հոգիմը նոր սիրտը մաքուր սիրտը եւ հիմա գուզեմ որ դուք այս նոր հոգին հոգ դանիք մենք ալսինք ով դեր միայն մենք հոգ պիտի դանինք եւ Աստվածը ոչ ով սա որ միայն դուք հոգ պիտի դանինք ես Սուրբ Հոգին ձեր մեջ տրի որովհետեւ Սուրբ Հոգին ցեզի հոգ դանի ցեզի օգնե ցեզ թաստիարագե ցեզ գերագրե ցեզ առաջնորդե ցեզի ուղղություն դա ցեզի ճշմարտություններ սորվեցնե նաեւ Քրիստոսը իմ աչիս նստեցուցի, որովհետեւ ցեզի համար բարեխոսությունն է, ցեզի համար աղոտ կն է, նաև նախախնամությունը եւ շնորհքը իրարու հետ միացուցի, որովհետեւ կորզակցին քու հոգևոր փառորությանդ եւ վերելքին համար,
նաև շատ միջոցներ պատրաստեցի, որպեսզի թուն հոգևոր կյանքի մեջ զարգանաս, աճիս, զորանաս, բդրափեր դառնաս, աստծիկ դառնաս, ինչ միջոցներ, օրինակ Սուրբ Գիրք տվի քո ցերկդ, որպեսզի այդ Սուրբ Գիրքը գարտալով թուն գիտություն ցերկես, եւ գիտություն ցերկելով այդ գիտության լույսին դակ շնորհքի մեջ աճիս, մեկ բան, դարձյալ աղոթք ունելու ջամփան բացի ցեզի համար, որպեսզի շնորհածքուն արչև երթակ, ինչ պետք որ ունենաք, ձեր սիրտը փանակ Աստծո արչև, դարձյալ հավատացյալներ մեջտեղ բերեց ցեզի համար, սուրբեր, որանոնց օրնագին հետևիկ, հավատացյալներ, անոնց պերանը աղոթք տրի, զանոնք մղեցի, որ ցեզի համար աղոթեն, ասգալ ահավասիկ ուրիշ աստակ մնե, սադարող աստակ մը հավատացյալին հարաշտիմության, հոգևոր հարաշտիմության համար, ժողովներ գարկացրեցի, շնորհած միջոցներ, բաշտամոնք, հաղորդակցության ժողովներ, աղոթաժողովներ, սերդողության ժողովներ, դեսակ քիրքեր, հոգևոր թերթեր, այս բոլորը օգնություններ, քյուրություններ են, ես այս բոլորը ցեզի համար հայթայթեցի, որպեսզի դուք օրեօր հավատքի մեջ, հոգևոր կյանքի մեջ զորանաք, հառաչանաք, հասակ նետեք եւ բդուդակ։ Թույլ գուտակ որ մեկ վարյան նյութես շեղիմ, ավաման կիցան, որ ինչ կա սորդագը։ Կարոզիչ մգայեր, որ շատ կեյոցիկ ցայն ունի եղր ինձի բես, և ժողովուրդը գքնացն է եղր։ Եվ մանավանդ մեկը կրոնիկ քնացող է եղր։ Ինք խոսելու սկսածին բես, այդ մարդը գքնանա եղր։ Մույսերուն աղեք կեշ գրնա եղր քիչ մահանտուրժել, որովհետև գսեյր անոն կոնը 5 վարյան մդի գրին, այս մարդը պնա մդիք չրավ։ Որով, բզդիկ դղամը գգան չէ գսե որ, այն ինչ մարդուն կովը բիդի նստիս, ծեզ մի որն կով նստեցնենք այդ բզդիկ դղան չեմ գիրեր։ Եվ գսե, ամեն անգամ կեզի 10 գուրուշ, լավ գսե դղամ, և չի գիտեր ինչ բին է, գսե կովի մարդըտ շարնակ բիդի արտնցնես, շարնակ արմուգով բիդի զարնես, երբ գդեսնես որ գքնանա, և թույլ բիդի չդաս որ կնանա։ Դղան գխորի որ ասկեր լավ, քյուրին կորց մնե և 10 գուրուշ բիդի շահի, այն շիրչանին որ 10 գուրուշ արժեք ուներ, հիմա գվան համար չէ։ Գսե գնթունիմ, և գնթունի, և շատ հաչող երթա այն օրը։ Մարդուն ձնիլը գզրճացնե, չիցկեր որ գես վարգյան կնանա, և կարոզիջը շատ ուրախ գլա։ Եվ հաչորդ գիրագի թարցյալ գուքան բաշտամոնքը գսկսի, այս մարդան միշևես գսկսի կնանալ, և դղան կովը նստած պան մչներ, դղուն նշան գնե, արտնցուր, դղան այն դեղացի չլա, գպարգանալ կարոզիջը գվորա գգան չէ, նշան գնե դուր, երբեք։ Վերջավես կարոզը գլմնա և գսե որ դուն, ինչու ամեր գսե տուն բաշտուն չգադարեցիր, այդ մարդ ինձ արդու դսա որ գսե ինչուր զիս կարծնցնես անանքիս գնես, ես ալսի որ բադվելին 10 գուրոշ կուդա, դսա որ գսե ես կեզի 25 գուրոշ բիդամ, զիս հանքիս չգե, որով ըսավ ես 25 գուրոշ արի անոր համար չարտնցուցի, որով ցեզի ալ ես 10 սենտ բիդամ, բոլոր անոնց որոնք իրենց կովինները գարտնցնեն, մինչև որ իրենց կովինները իրենց 25 սենտ խոստանան։ Լավ, հիմա թարնանք մեր նյութին։ Ինչ կլա եթե ձարը չմշակվի, ինչ կլա եթե հավատացյալը չմշակվի։ Ինչ է հավատացյալին նախկին վիճակը, որ ըսինք ըստ կենսապանության օրենքին իր այդ նախկին վիճակին գվերաթարնա reversion to type գլա։ Հավատացյալին նախկին վիճակը
Աբաշխարութենեն առաջ եղած իր վիճակն է, ադիգա իր նախկին վիճակն է։ Երեսի վրա փնավ խնամ չտեսված նարնչենիին նախադիբը, նախկին վիճակը, այդ վիճակն է, որ առանց հոգադարություն դեսնելու մեծած է, որ քիչ առաջ ցեզի բացատրեցի։ Երբ այդ նարնչենին մշակվի դարձյալ ժամանակը վերջը, դարձյալ լավ վիճակ կստանա։ Երբ դարձյալ խնամքը զուրկ մնա մի քանի տարի, դարձյալ ետ իր նախկին վիճակին կվերադառնա։ Իմ հավատացյալ մունինք, որ լավ սկսավ եւ լավ հարաճացավ, բայց այդ հարաճացումը գանք արավ եւ օրեօր սկսավ քեդին գործընծնել։ Ինչ պիտի այս հավատացյալին վիճակը, այս օրենքին համաձայն, այս հավատացյալը գամած այս օրենքին պիտի հնազանդի եւ գամած ետ պիտի երթա իր նախկին վիճակին։ Ինչպես, եթե հավատացյալ հոգ չդանի իր հոգևոր կյանքին եւ իր գաննավոր հոգևոր սնունդը չստանա, օրինակի համար իր արդվան աղոտքը չնե, իր սուրբ գիրքը չգարտա, իր սերդողությունը չնե, իր հոգևոր հաղորդակցության մեջ թերանա, վգայության մեջ թերանա, ծառայության մեջ թերանա, այցելության մեջ թերանա, պաշտամունքին գաննավոր ներկա լալու մեջ թերանա, եթե աղոթաժողովեն բաքսի, գամած այս բաները զինք բիդանեն, որ իր նախկին վիճակին վերադառնա։ Եվ մենք ճշմարտաբար շատ օրինակներ ունենք այս ճշմարտությունը փաստով։ Անոնք, որոնք հոգևոր փառավոր անցյալ ունեցած են, Քրիստոսի հետ մտերիմ հարաբերություն մշակած են, Աստծո շատ մոտ ապրած են, այլագերբության լերան վրա գտնված են Քրիստոսի հետ, բայց հիմա այդ վիճակեն բոլորովին հեռու են։ Ինչու՞։ Թերևս Ամերիկայի մշակույթը այս նոր աշխարհի հայթայթած հաճույքները, նյութական առողջությունը, հաջողությունը եւ այդ առողջությունը ցերծելու համար պետք եղած երկար աշխատանքի ժամերը։ Ամերիկյան ապրելակերպը եւ ամերիկացի պես ապրելու փափակը, որբեսի ըսվի, որ այդ ևս այս մարդը հաջնեն չէ, Հալիլ Բեդևիեն չէ, այս մարդը ամերիկացի է, Լիբանանի նախադինքը իր ճակատեն սրբելու համար, ինքզինքին ամերիկացի հովեր դալու այդ փափակը, ամերիկյան ապրելակերպը որդեգրելու, ամերիկացի վես ապրելու այդ փափակը։ Իրավունք չունին, որ քիչ առաջ ասի որ գսեն, որ շատ խիստ գխոսի գհանտիման է։ Հիմա հավատացիք, որ երբեմն այդպես կլա։ Եվ հոգևոր կյանքը նյութաբաշխության ադրուշանի վրա գզոխվի։ Եվ շատ հոգևոր բարդականություններ մեկ գոմ գտրվին։ Հաջողելու, տրամ շինելու, հարստանալու այդ մարմաճը, զինք գնե, որ մեկ գոմ տնե, շատ մպաներ, ինչ պաներ, գաջաբարե օրնագի համար սուրբ գիրք գարտալու ժամանակ չունի։ Գրնա երկու խոսքնոց աղոտ մնել, ով դեր զիսպայի ամեն դեսակ փորձանք վտանգներեն հաջողություն դուր այսօր, ըսել և ջամփայինալ։ Եվ երբ իրգունը գուկա հոգնած, աղոթաժողով գա, գսե գիրագի արձվա բաշտամունքով ես գկոանամ, ինչ պետք ունիմ հինգշապտի իրգուն աղոթաժողովի երթալու։ Անոր համար է, որ ցեզ մեզ շատ է հինգշապտի իրգուն աղոթաժողովի չեք կար, բայց ես ցեզ բան նսեմ։ Եթե դուք կգարձեք, որ միայն գիրագի արդուներ աղոթաժողովի բաշտամունքի քալով ծեր հոգևոր կյանքը կյանքում պիտի մնա,
ես չեմ երաշխավորեր, չեմ ցեզ վստահեցներ, որ արա այդպես պիտի լա։ Դուք քեդին պիտի գործընկնեք ժամանակի ընթացքին եւ գամած դուք ձեր նախկին վիճակին պիտի վերադառնաք։ Մարգարեությունն է որ գնեմ։ Աստված չնե որ այս մարգարեությունը ելլե։ Բայց այդ օրենքը անխուսափելի օրենք մնե։ Երբ մենք մեր հոգևոր կյանքին հոգ չենք տանիր, Աստված երկնքեն հրեշտակներ պիտի չգրգե, որպեսզի մեր ընելիքը անոնք ընեն։ Ես ինձի ինգած բաժինը պետք է ընեմ, եթե հոգևոր կյանքի մեջ կյանքուն պիտի մնամ, եթե հոգևոր կյանքի մեջ պիտի հառաջանամ, եթե հոգևոր կյանքի մեջ Աստծո երեսը ջերմակ պիտի հանեմ, եթե ես փրկություն պիտի ունեմ այս հոգևոր կյանքին, պետք է ես իմ ցերկովս ինձի ինգած բաժինը լիոլի կատարեմ։ Եվ բادմությունը մեզի թեմ պիտի ելլե ուսե տուն անչես, որ ադենը այլագերության լերա վրա Հիսուսի հետ գպնագեիր։ Զայն թաբանելու և հաջեցնելու համար որևէ բանակի չեր երևներ, հիմա ինչ եղավ քեզի։ Ինչ եղավ քեզի։ Ուր է այդ նախկին վիճակդ։ Գամած գործընծուցի այդ նախկին վիճակս։ Ինչու։ Հոգևոր կյանքի ջողությունը և հարստությունը ճաշակել են ու վայելել են ետք, ինչպես կրնաս այսքան քիչով քոհանալ։ Երկինքի մեջ ապրելը ետք, ինչպես կրնաս երկրի վրա ապրելու հոժարել։ Սիրելի եղբայրներ քույրեր, հոգևոր նոր սերունդը մեջտեղ եկած է եւ ասկա բոլոր գիտակից հավատացյալներու սրտի ցավ է, որոնց հոգևոր չափանիշը ամերիկյան մշակույթի արդատրած հոգևոր չափանիշն է։ Ձանձալ և մագերեսային չափանիշը։ Այս պետք է լա մեր լուրջ մտահոգությունը, իբրև անհատներ, իբրև եկեղեցի։ Մենք հիներս փոխանակ մեր շրջապատեն աստվելու, պետք է հավատարիմ մնանք այն ճշմարտություններուն, որոնք Աստծո շնորհիվ սորվեցանք մեր երկրներու մեջ, հավատարիմ մնանք մեր սկզբունքներուն, մեր նախկին ապրելակերպին, lifestyle, մեր հոգևոր համոզումներուն, եւ օրինակ լանք նոր սերունդին, օրինակ լանք հոգևոր բծախնդրության մեջ, օրինակ լանք անոնց հոգևոր բարդականություններու մեջ, հոգևոր ծառայության մեջ, աղոթքի մեջ, վկայության մեջ, աղոթաժողովներուն ներկա լալու մեջ, մեր զավակները, մեր թորնիկները, մեր մեջ պետք է տեսնեն, թե ինչ է իսկական հոգևոր կյանքը, բայց երբ մենք աշխարհի հետ կհամաձայնենք, մենք սակարկության կմտնենք, կոմպրոմայզ գնենք աշխարհի հետ, երբ մենք ամերիկյան մշակույթի աստեցութենեն կդարվենք եւ մեր համոզումները կզոհենք, մեր ապրելակերպը կփոխենք, ասելով հոս Ամերիկա է, եւ ասացված կգսե, երբ Հռոմի մեջ ես, հռոմայեցիներու պես ապրե, որով երբ Ամերիկա ես, ամերիկացիներու պես ապրե, երբեք մենք չենք գսեր բեյրութցիներու պես ապրենք, մենք գսենք Ամերիկայի մեջ Աստուծո խոսքին համեմատ ապրենք։ Այս է մեր ասած, ուրիշ բան չէ։ Մեր օրինակը ամերիկացին պետք չէ լա, չինացին պետք չէ լա, անգլիացին եւ ֆրանսացին պետք չէ լա։ Եվ ասիկա փած քախնիկ մնը, որ բոլոր այս արևմտյան ասկերը, փարոյաբես ինգած ասկեր են, ապականած ասկեր են։ Եվ հիմա այս ասկերու այս երկիներու մեջ վիճակ մը գդիրե, որը շատ ավելի քեշ է, քան ինչ որ էզ Սոթոմ Գոմորի մեջ դիրող վիճակը։
Եվ մենք այս ասկերեն չենք անգալեր, որ մեզի օրինակ լան հոգևոր չափանիշի մեջ։ Նույնիսկ անոնց հավատացյալները աստեցություն գրած են իրենց միջավայրը։ Եթե շատ փած չլա, արիտ ներգայացավ, թույլ տվեք, որ այս ալսեմ ցեզի։ Մի քանի հոգևոր քույրեր իրար հետ կապարներով փոխանակում գնային եկեղեցիներու վիճակի մասին, հոգևորներու վիճակի մասին, ամուսիններու իրենց գիներուն հանդեպ ունեցած հավատարմության մասին։ Եվ այդ գիներեն մեկը սավ մեր եկեղեցվո ամուսիններեն 150-ը սավ իրենց գիներուն անհավատարիմ են։ Իրնակ հավատալ, որ այսպես բան մլա։ Ուրիշ մեկը սավ չէ, սա մեր եկեղեցին ավելի հոգևոր է, հազիվը սավ 115-ը մեր ամուսիններուն, իրենց գիներուն անհավատարիմ են։ Ավասիկ այս է Ամերիկան և այս է ամերիկյան եկեղեցիները։ Իրենց փերնեն դրված վկայությունը այս է, և իրեն գնդունին, ոչ միայն այրեր, եթե ամուսինները լային, բիդուսեին թերևս, որ մեր եկեղեցու գիներուն հայուրեն այսքանը իրենց ամուսիններուն անհավատարիմ են, ով սա որ միայն ամուսինները անհավատարիմ են, նույնքան և գիներ։ Եվ այս անհավատարմությունը ոչ թե փողոցային մարդոց համար գծվի և անոնց գվերակրվի, այլ հավատացյալ գոչվող ժողովրդի համար, ուրեմն գրնակ երևակայել, թե ինչպեսի երգիր մնե, ինչպեսի եկեղեցիներ կան այս երկրի մեջ, եւ թե ինչ կանգնալենք եւ մենք պետք չէ անգնալենք ամերիկյան եկեղեցիներեն հոգևոր չափանիշ։ Մեր չափանիշը մենք մեր ցերկերով պետք է հաստատենք եւ այդ չափանիշը պետք է հիմնվի Աստուծո անսխալական եւ անսասան խոսքին վրա։ Ուրեմն մեզի գինա հիներուս օրինակ լալ նոր սերունդին մութը խավարը որքան որ թանց կլա այդ խավարը լուսավորելու համար պետք եղած լույսը փախտադապար այնքան զորավոր պետք է լա եւ մենք քանի որ այս տեսակ երկրի մեջ գաբրինք այս տեսակ պայմաններու դակ այսպեսի հոգևոր չափանիշ ունեցող երկրի մեջ անոնք որոնք դերը գսիրեն անոնք որոնց համար հոգևոր կյանքը իմաստ եւ նշանակություն ունի շատ ավելի պետք է ուշադրություն ունեն իրենց կյանքերուն շատ ավելի պետք է բծախնդիր հոգևոր կյանքեր ապրին որբեսի գարենան այդ խավարը լուսավորել որբեսի գարենան չեզոքացնել խավարին այդ աստեցությունը նույնիսկ հոգևոր գոչվող մագերեսային ձանձաղ այդ աստեցությունը եւ լավ օրինակ լալ մեր զավակներուն եւ մեր թորնիկներուն եւ ասոր մեջ Աստված մեզի օգնական լա աղոթենք Երկնավոր Հայր քեզի փառք ունենք կումեծ սիրույթ շնորհքիդ համար սկանչելի գերբով կշնորհքդ մեզի հասավ հագարական օր որ մենք երբեք արժանի չէինք այս բաներուն տուն մեզ փրկեցիր ով դեր եւ Սուրբ Ոգին թրիր մեր սրդին մեջ եւ թյուրություններ ընձայեցիր որբեսի այս դնգված ծառը մեծնա աճի քեղեցկանա բդղափերլա Աստծո փառքին համար Եվ այս բոլոր շնորհած միջոցները ցուն հայթայթեցիր ով դեր, որ քիչ առաջ հիշեցինք, ինչ գրնայր ընել, որ չրիր, մեր հոգևոր վերելքին եւ փառորության համար, ով դեր մեր փերանները կոծվին, չեն գնար փերանի սպանալ։ Եվ եթե ոևէ հանցանք կա, մենք կխոստվանենք, որ հանցանքը մերն է։ Մենք հոգ չդարինք ով դեր այս ծառին, մենք մեր հոգին հոգ չդարինք։ Մենք թույլ տվենք, որ այս հոգին, այս կյանքը աստեցություն գրե իր շրջանագեն։ Մենք թույլ տվենք, որ այս կյանքը գամած անոթի մնա, գամած սովամահը լա,
զինք իր հոգևոր սնունդեն զրգեցինք։ Մեր հոգևոր բարդականություններու մեջ թերացանք, եւ մենք, մեր խիղճերը մեզի թեմ գելեն, եւ գսեն, թուն միևնույն անձը չես, ինչ որ էիր, ասկի 10 տարի առաջ, ասկի 20 տարի առաջ, ասկի 30 տարի առաջ, ժամանակ մգար, որ թուն գայրեիր, քո սիրտդ գայրեր, Աստծո համար, վկայության համար, այցելության համար, թերքներ փաշխելու համար, աղոտքի կյանքդ սկանչելի էր, բայց հիմա թուն միևնույն անձը չես, մեր խիղճը ով դեր մեզի թեմ գելե եւ գվգայե, կխոստովանենք ով դեր, որ մենք պատճառ դվինք մեր խիղճին, որ այսպես մեզի թեմ գելե, ները մեզի ով դեր, մեր բոլոր թերությունները, ները մեզի մեր բագաստկած բոլոր բաները, ները մեզի, որ երբեմն ավելի աշխարհը գսիրենք քան քեզ, ները մեզի, որ ավելի նյութը գսիրենք քան քեզ, ները մեզի, որ ավելի գործի յետևե գինան քան մեր հոգիներուն յետևեն, ները մեզի, որ հաջող մեր հանգիստը կփնտրենք, եւ հինգշաբթի իրգուներ փոխանակահոտաժողովի գուքալու գուքանք հերադեսիլ գտիդենք, մարմինը գահաջեցնենք, ները մեզի ով դեր մեր հանցանքները, եւ մենք չենք զարմանար, եթե մեր կյանքերը աստծի կյանքեր չեն, եթե հոգիներ չեն փրկվիր մեր միջոցով, եթե մենք Քրիստոսի անունը չենք գնար փառավորել, դարձյալ այցել է մեզ ով դեր անկամնալ, այցել է մեզ ով դեր անկամնալ, դարձյալ մեզ վերցուր մեր վիճակեն, մեր ինգած տեղեն, դարձյալ երեսդ փայլեցուր մեր վրա, արձարձե գրագը մեր սրդի մեջ սուրբ հոգուին գրագը դարձյալ փրկցուր ով դեր, մենք հին օրերուն երթանք, ոչ միայն հին օրերեն շատ ավելի լավ օրերուն երթանք, այլագերբության օրերուն, Հիսուսի հետ մտերիմ հարաբերության մեջ մտնենք, թող ետ մնա կործը, թող մարմինը իր հանգստեն զրգվի, մեր հոգին փառքավաճի, զորանա, բդղափերլա, որովհետեւ Քրիստոսի ադյանին արչև երբ գայնինք, թուն չգարենաս մեզ հանդիմանել, այլս ես աբրիս բարի եւ հավատարիմ ծառա, լավակույնը դրիր, Հիսուսյանով գխնդրենք այս բոլորը փառքիդ համար, ամեն։